Էջմիածին քաղաքի եւ հարակից շրջանների բնակիչներին մեկ վայրում է համախմբել Բարգավաճ Հայաստան կուսակցությանն անդամակցելու ցանկությունը։ Կուսակցության շարքերը համալրել ցանկացող անձանց հետ հանդիպելու է եկել Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Էջմիածինցիները ԲՀԿ առաջնորդին մեծ խանդավառությամբ եւ ավանդական աղուհացով են դիմավորում։ Չնայած կուսակցությանն անդամակցելու հանդիսավոր արարողությունը պետք է դահլիճում տեղի ունենար, սակայն անսպասելիորեն այստեղ հավաքված 1000-ից ավելի մարդիկ դարձան պատճառ, որ անդամագրումը տեղի ունենա հենց դրսում։ Գագիկ Ծառուկյանին անձամբ հանդիպելու ցանկությունը մեծ է։ ԲՀԿ առաջնորդն ուշադրությամբ է լսում այստեղ համախմբված անձանցից յուրաքանչյուրի խնդիրն ու մտահոգությունը։ Բարձրաձայնված շատ հարցեր լուծում են ստանում հենց տեղում, ներկայացված խնդիրներից շատերին էլ հաջորդում է ԲՀԿ առաջնորդի հանձնարարականը, դրանք եւս առաջիկայում լուծելու վերաբերյալ։ Շնորհակալություն եմ հայտնում ձեր արած գործերի համար։ Հոգապես չեք պատկերացնի, բայց շատ մեծ շնորհակալություն։ Որ ոլորտով որ մենք զբաղվում ենք, ամենակարևորը մենք ուշադրություն ենք դարձնում, մարդկանց հնարավորություն ենք տալի, պայմաններ ենք ստեղծում, որ մարդը իրեն գնահատված գա, պաշտպանված գա եւ կարողանա արդյունքները ցույց տալ։ Բաններին ոչինչ չկա։ Հարկավոր է մարդկանց ուշադրություն դարձնել, հնարավորություն տալ, լինի մրցակցություն, որ կարողանա հաղթի ուժեղը, խելացին, բանիմացը աշխատասեր մարդը։ Մարզի բնակիչների հետ անմիջական շփմանն արդեն հաջորդում է կուսակցությանն անդամագրվելու արարողությունը։ Հանդիսավոր պայմաններում 1000-ից ավելի անձինք երդվում են ոչ միայն ընդունել կուսակցության ծրագրային դրույթներն ու կատարել կանոնադրական պահանջները, այլև բարձր պահել նրա անունն ու պատիվը։ Կուսակցության շարքերը համալրողների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես երիտասարդները։ Նրանք անդամատոմսեր ստանում են հենց կուսակցության առաջնորդից։ Բարգավաճ Հայաստան այն քիչ կուսակցություններից է, որը իր գործունեությամբ ցույց տվեց, որ ինքը աշխատում է հանուն Հայաստանի, հանուն հայրենիքի։ Որևէ կուսակցության անդամագրվելուց առաջ առաջին հերթին պետք է տեսնենք այն լիդերին, առաջնորդին, որը պետք է առաջնորդի մեզ։ Այս առումով կարծում եմ բոլորս էլ արդեն իսկ համոզվել ենք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի ցանկացած խոսքը գործ է։ Երիտասարդները պետք է կանգնեն այն ուժի կողքին, որը սատարում է հենց իրենց։ Անթակույց է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը կոնկրետ Գագիկ Ծառուկյանը առաջնորդում է մեզ դեպի Բարգավաճ Հայաստան։ Ողջունելով ԲՀԿ շարքերը նոր համալրած անձանց, Գագիկ Ծառուկյանը խորհրդանշական համարեց, որ կարևոր այս իրադարձությունը համընկնում է մեր երկրի անկախության 20-ամյա տարեդարձի հետ։ Անկախության ձեռքբերումներն ակնհայտ են եւ մենք պետք է ոչ միայն պահպանենք դրանք, այլև համատեղ ուժերով նորանոր առաջընթացներ արձանագրենք մեր երկրի տարբեր ոլորտներում, ընդգծեց Գագիկ Ծառուկյանը։ Հարգելի սիրելի ժողովուրդ, նախ եւ առաջ ես ուզում եմ ի սրտե ողջունել ձեր բոլորին։ Եվ շատ ուրախ եմ այսօրվա մեր հանդիպման համար։ Եվ ձեր բոլորին ուզում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ, որ այսօր մենք ձեռք ենք բերել անկախությունը, դա մեր ժողովրդի արյան մեջ եղել է։ Եվ այսօր ժողովրդի ճարճարանքով, աշխատանքով, պայքարով մենք դրան հասել ենք։ Անկախությունից հետո մեր երկրին, մեր ժողովրդին անհրաժեշտ է պետության հզորացում, տնտեսության զարգացում, ժողովրդի բարելավում, բարեկեցություն եւ բարգավաճում, որի համար մենք միասնական այդ աշխատանքը պետք է կատարենք։ Իմ խոսքը միշտ գործ է։ Ինչ որ ասեցի, իմացեք, որ դրանից շատ ես պատրաստ եմ անելու, որտեվ ես սիրում եմ եւ մեր երկիրը, եւ մեր ժողովրդին, պետությունն ու պետականությունը, եւ մեկ անգամ եւս ուզում եմ ձեզ շնորհավորել եւ շնորհակալություն հայտնել այսօրվա այս այցի այս հրավերքի համար։ Ձեր բոլորին ցանկանում եմ բարձր տրամադրություն, առողջություն, հաջողություն, Աստված ձեր բոլորին պահապան։ Շնորհակալություն։ Հանդիպման ավարտին արդեն մարզի բնակիչներն անձամբ են երախտիկի խոսքեր ուղղում Գագիկ Ծառուկյանին, կարևորում ԲՀԿ առաջնորդի աջակցությունն ու սրտացավ վերաբերմունքը յուրաքանչյուրի նկատմամբ։ Մենք հավատում ենք կուսակցության ծրագրերին, գաղափարներին, Գագիկ Ծառուկյանի խոսքին ու գործին։ Հրաժեշտից առաջ ամփոփում են էջմիածինցիները։ Վարդուհի Մելտոնյան, Մհեր Կիրակոսյան, Աշոտ Համբարձումյան, Հովանես Քյուրքչյան, Էպիկենտրոն։